Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Դուք դիտում եք Հավատքի կյանք հաղորդաշարը։ Երբ որ մենք բացում ենք նոր կտակարանը Եբրայեցիների 11-րդ գլուխը, մեր առջև բացվում է հավատքի հերոսների պատկերասրահը։ Աբելը, Նոյը, Աբրահամը, Հովսեփը, Մովսեսը եւ ուրիշներ վկայություն են Սուրբ գրքի թերթերի վրա, թե ինչպես է կարելի ապրել հավատքի կյանքով եւ մնալ հավատարիմ Աստծուն մինչեւ վերջ։ Ես ունեմ խորին համոզմունք, որ հերոսները հավատքի ոչ միայն Աստվածաշնչի թերթերի վրա են, այլ եղել են պատմության մեջ եւ կան մինչեւ օրս։ Այսօրվա մեր հաղորդման հյուրն է Հովիվ Հակոբ Ղոմաշյանը։ Հովիվ Հակոբ, բարև ձեզ։ Հովիվ Մասիս, բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւ մասնակցելու մեր ծրագրին։ Շնորհակալություն ձեզ։ Եվ իմ առաջի հարցը, ինչպես դուք սկսեցիք ձեր հավատքի ճանապարհը։ Ինչպես եղավ, որ դուք հանդիպեցիք Տեր Հիսուս Քրիստոսին եւ հետևեցիք իրեն։ Շնորհակալ եմ Հովիվ Մասիս հրավերի համար։ Ես ինչպես հասկացա, ձեր հաղորդման առաջի հյուրն եմ համարվում եւ պետք է խոստովանեմ, որ իմ այս վկայությունը ավելի հանրային է հենց այսօր։ Իհարկե դեպքեր եղել են, երբ որ ես նեղ շրջանակներում պատմել եմ իմ ապաշխարության հետ կապված վկայությունը, բայց այսօր առիթ ունեմ, Աստված օրհնի ձեզ։ Մենք ուրախ ենք դրա համար, որովհետեւ վստահ հազարավոր մեր հայրենակիցներ կլսեն ձեր վկայությունը եւ ձեր անձնական վկայությունը թող փառք բերի Աստծուն եւ շինություն բազում մեր հայրենակիցներին։ 1993 թվականին այդ ժամանակ ես 17 տարեկան էի եւ զարմանալի ինչ որ բան կատարվեց ինձ հետ։ Իհարկե ես հիմա կարող եմ դրան որոշակի բացատրություններ տալ, այն ժամանակ այդ զգացողությունը ինձ համար բավականին շատ խորթ էր եւ այդ ներքին ապրումներս սկսեցին ինձ մղել մտածել Աստծո մասին եւ փնտրել Աստծուն։ Պետք է խոստովանեմ, որ որևէ անգամ ես այդ ժամանակ առերեսված չեմ եղել որևէ մի հավատացյալի հետ, որը միգուցե այսպես ասած Աստծո խոսքը ցանած լիներ իմ սրտի մեջ, ուղղակի այդ ապրումները սկսեցին գերբնական ձևով աճել իմ մեջ։ 1993 թվականին, երբ որ այդ process-ները իմ հետ սկսեց, եւս մի բան պիտի խոստովանեմ, որ մեղմ ասած այդքան էլ լավ շրջապատի մեջ չեմ մեծացել։ Կհիշեք 90-ական թվականները, ասում են անլույս, այո, շատ բարդ ժամանակներ էր, շատ դժվար սոցիալական պայմաններում էին ապրում մարդիկ։ Այո, մանավանդ իմ տարիքը 17 տարեկան հասակում այդեն աշխարհը հասկանալու, շրջապատը հասկանալու, կայանալու, ապրելու որոշակի հարցեր կար եւ այդ ժամանակ եթե կհիշեք չկար կրթություն, չկար տնտեսություն, երկրի վիճակը շատ խառն էր մեր հայրենիքի եւ իմ նպատակները այլ էին, ընդհանրապես իմ ցանկությունները այն, բայց իմ այդ ներքին այդ մղումը, այդ ցանկությունը ճանաչել Աստծուն շատ ուժեղ քանի գնում ինձ խեղդում էր, այսպես ասած։ Եվ քանի որ այդքան է լավ շրջապատի մեջ չէի, իմ բարեկամների եւ իմ ծնողների համար բավականին մտահոգիչ կենսակերպ ունեի։ Հիշում եմ իմ արկածներից մեկից հետո տուն վերադառնալիս ծնողներս իմացել էին դրա մասին, չմանրանամ, ուղղակի շատ ցավալի ինչ որ մի ճանապարհ է անցել, ծնողներս իմացել էին դրա մասին եւ ուշ երեկոյան տուն վերադառնալուց այն ժամանակ տնակներում ենք ապրում Հովիվ Մասիս, եթե կհիշես երկրաշարժի ժամանակ, երկրաշարժից հետո եւ եկա հասա մեր տնակի մոտ եւ տեսա բազմամարդ մի ամբոխ էր հավաքված մեր տնակի մոտ, ես շատ արագ մտա տուն եւ տեսա մայրս պարկած սրտի ծանր պրիստուպի պատճառով իմացել էր այդ իմ խնդիրը եւ ես հիշում եմ այդ հայացքը մինչեւ հիմա խոսուն է ինձ հետ, աչքերը բացեց, նայեց ինձ ու զարմանալու մի բան ասեց կլինի մի օր դու հավատացյալ դառնաս։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ մայրիկի այս խոսքերը կարծես թե մարգարեական են եղել։
մարգարեական հիմա մենք հասկանում ենք այն ժամանակ ինձ համար շատ արտասովոր էր դա, որովհետև մայրս ինքը հավատքի հետ որևէ կապ չուներ։ Մենք ազգովի շատ իմ պապիս նվագող էր, շատ տենց ուրախ, կյանքը սիրող, այսպես ասած, եւ այն մյուս կողմը ինտելիգենտ էին ավելի շատ, կոմունիստների հետ կապ ունեցող, այսինքն հավատքի հետ առնչություն երբևիցե մայրը չի ունեցել։ Եվ երբ որ ինքն ասեց, տեսնես կլինի, որ դու մի օր հավատացյալ դառնաս, սա ինձ ահավոր զարմացրեց։ Եվ 93 թվականի վերջերն էր, Հովի մասիս, ես մի հետաքրքիր ապրում ունեցա, ես չգիտեմ դրան մինչև հիմա որևէ բացատրություն ոչ մեկ կարծում եմ վերջնական չի տվել, բայց այդ ապրումը ես ունեցել եմ։ 93 թվականի վերջերն էր, երեկոյան պարկեցինք քնելու։ Մենք իմ եղբոր հետ մեկ սենյակում էինք եւ երբ որ պարկեցինք ես չեմ կարող ասել որ հասցրել եմ քնել ես հայտնաբերեցի ինձ մի վիճակում կարծես ես իմ մարմնի մեջից դուրս եկա որևէ անգամ այդպեսի ապրում չեմ ունեցել ինչ որ ազդեցությունների տակ չեմ եղել թմրադեղերի, որ ասեմ, այդպես թերևս որոշակի կապեր ունեցել եմ նախկինում դրա հետ։ Եվ այդ զարմանալի ձևով այդ ժամանակ ես հասկացա, որ ես իմ մարմնից դուրս եմ գալի։ Դա մի սարսափեցնող զարմանալի երևույթ էր։ Ես հասկացա, որ ես հայտնվեցի մի ճանապարհի վրա, այդ ճանապարհի վրա բազմամարդ մարդիկ կային, որոնք միաբերան կարծես խորը ոնց է երգում Հովի մասիս, հավասարաչափ, բոլորը միասին մեկ նախադասություն էին ասում։ Մեզ ասում էին, որ Քրիստոսը պիտի վերադառնա, ինչու չենք մենք հավատում դրան։ Ես լսում եմ այդ ամբողջի ձայնը եւ այդ պահին ես տեսա երկինքը կարծես ճեղքվեց, բացվեց Եվ ես հիմա եմ ասում Քրիստոսի մուտքը, Քրիստոսի գալը, նրա փառքը ես տեսա, բայց այն ժամանակ ինձ համար դա շատ զարմանալի երևույթ էր։ Եվ երբ որ երկինքը բացվեց, հայտնության գրքում ատամների կրճտոցի մասին գրված է։ Ես իսկապես ասում եմ, որ այդ ապրումների ժամանակ իմ ֆիզիկապես ականջների մեջ մինչև հիմա դա հնչում է, ես մեկ-մեկ որ հիշում եմ այդ պատմությունի վրա շատ ծանր ազդում մարդկանց ատամների կրճտոցն է լսում։ Բոլորը միաբերան ասում են մենք ինչու չենք հավատում։ Անցավ մի շատ այդ ժամանակ դու չես հասկանում քո հետ ինչա կատարվում։ Հաջորդ պահը որ կար ինձ հետ կատարվեց, ես սկսեցի վերսլանալ։ Ես հասկանում եմ մի կողմից, այսպես գիտակցությունը շատ խառը վիճակի մեջ է։ Ես հասկանում եմ, որ մարմինս մնացել է միտեղ, բայց զարմանում եմ, որ ես հայտնվել եմ մեկ այլ ուրիշ տեղ։ Եվ որևէ ապրում այդպիսի կամ լսած էլ չեմ եղել 17 տարեկան ապրելով ինչ որ շատ ինչ որ կյանքով զարմանալի եւ հետաքրքիր է որ երբ որ ես սկսեցի սլանալ այդ արագությունը շատ սարսափելի արագություն էր եւ այդ բարձրանալու ժամանակ ես չգիտեմ ինչ էր տեղի ունենում քանի բարձրանում իմ մեջ սարսափելի ձևով բարձրանում էր մեղավորության զգացողությունը եւ իմ մեջ ես մի հարց տվեցի։ Ես ասեցի, ես գիտեմ, որ կանգնելու եմ Աստծո առաջ։ Երբ որ կանգնեմ, ես ախր մեղավոր եմ, ինչ պիտի ասեմ նրան։ Կուզենայի հարցնել, մինչ այդ տեսիլքը եւ այդ գերբնական երևույթը, որ տեղի ունեցել ձեր փորձառության մեջ, դուք Աստվածաշունչ չէիք կարդացել եւ եկեղեցի չէիք գնացել։ Ընդհանրապես որևէ կերպ ես քիչ առաջ ասեցի, որ մենք շատ այսպես ասած Աստծոց հեռու ժողովուրդ ենք եղել։ Մեր ազգի մեջ ամոթ ա եղել անգամ դրա մասին խոսել, մանավանդ կոմունիստական կարգեր ապրած սերունդ կար, դրանից հետո մի փոքր մինչև մի խոսքով։ Իհարկե ոչ, ինձ համար դա զարմանալի փորձառություն էր եւ հետո կպատմեմ քիչ հետո իմ այդ ապրումներից հետո երբ որ առաջ անգամ Աստվածաշունչ կարդացի ես զարմացա որ իմ վերապրումները որոշակիորեն ես տեսա հայտնության գրքի մեջ ինձ դա ստիպեց որ Աստվածաշունչին նորից հավատամ ես եւ երբ որ ես այդ պահին ասեցի ես մեղավոր մարդ եմ երբ որ ես կանգնեմ Աստծո առաջ ես ինչ պիտի ասեմ ես չգիտեմ որտեղից այդ գիտակցությունը եկավ իմ մոտ ես այսպեսի մի աղոթք արեցի ասեցի Տեր Աստված
ինձ մի վերցնի, խնդրում եմ, ես պատրաստ չեմ քո հետ հանդիպելու։ Խոսք եմ տալի, ինձ հետ ուղարկիր, ես կծառայեմ քեզ։ Այսինքն մի անգամից այդ վիճակում վարքյանների ընթացքում աղոթքի հոգի եկավ ձեր վրա եւ դուք սկսեցիք աղոթքի հոգի շատ լավ մեկնաբանություն է, ժամանակ ես չեմ հասկացել աղոթքի հոգին որն է, որևէ գիտություն, գիտակցություն ես չեմ ունեցել այդպես, ես ուղղակի ինքնաբեր ես հասկանում եմ, որ դա Աստծո հոգու գործն է եղել այն ժամանակ։ Ինքնաբերաբար ես այդ աղոթն արեցի, ասի Տեր, խնդրում եմ, ես պատրաստ չեմ, եթե կարող ես ինձ հետ ուղարկել, ես խոստանում եմ քեզ կծառայեմ։ Մասիս եղբայր, այդ նույն արագությամբ ինչպես բարձրանում էի, ես հասկացա, որ այդ նույն արագությամբ ես իջնում եմ ներքև։ Ինձ հետ ոչ մեկ չի խոսել, ես ոչ մի ձայն չեմ լսել, այդ ապրումները միայն ինձ հետ էր։ Ես մենակ հիշում եմ մի պահ, որ ես հասկացա, միգուցե հիմա մի քիչ ծիծաղելի լինի մեր լսարանի համար, բայց իսկապես սա իմ անկեղծ խոստովանությունն է, ասում եմ, որ առաջի անգամ եմ այսպես հանրայնացնում, ես հասկացա, որ ես մտնում եմ իմ մարմնի մեջ այստեղից։ Եվ երբ որ սկսեցի ես մտնել իմ մարմնի մեջ, արդեն գիտակցում եմ, որ ես իմ անկողնում պարկած եմ, բայց անշարժ մարմինը սառը քրտինքի մեջ։ Ես հիմա չեմ հասկանում, ես մահացած եմ, ես կենթանի եմ, առաջի հարցս էր, լավ, փորձեմ լաշկերս շարժել, սկսեցի թերթևունքներս շարժել, հետո գլուխս, հետո ձեռքերս։ Ու ես հասկացա, որ ինձ ինչ-որ բան տեղի ունեցավ ինձ հետ։ Քնել եմ, առավոտյան արթնացել եմ, շատ դանդաղ, Մասիս եղբայր, վեր կացա, վերցրեցի շորերս, հագնում եմ, այդ ժամանակ կիրակի օր էր, այդ օրը լավ հիշում եմ։ Երբ որ մեկ էլ հայրս գլուխը բարձրացրեց, արթնացավ տեղից, եկավ, ասեց՝ ուր ես գնում։ Իրան գիտեին իմ ապրելակերպը, երբևիցե իմ կողմից այդպիսի արտահայտություն չեն լսել։ Ես ասեցի գնում եմ եկեղեցի։ Մեր հարգարժան առաքելական եկեղեցի։ Ասեց ուր, ասեց եկեղեցի։ Ինքը ոչինչ չասեց, կարծես իրան ելք տեսնեն իմ կյանքի փոփոխության։ Եվ դեկտեմբերի այդ օրը, երբ որ ես գնացի եկեղեցի, մոմ վառեցի, պտտվեցի եկեղեցու շուրջ եւ տուն վերադարձա ու դրանով կարծես մի պահ ընդմիջում եղավ։ Եվ երբ որ ընդմիջում եղավ, անցավ որոշ ժամանակ, հունվարի 6-ին ինձ իմ ծանոթներից մեկը ասում է գյուղ էի գնացել, դա Սուրբ Ծննդյան օրն էր, իմ ընկերներից մեկը դա արդեն դեկտեմբերի վերջին այդ բանը տեղի ունեցել ինձ հետ 94 թվականի հունվարի 6-ին ինձ հրավիրում են, ես երաժշտության հետ որոշակի կապ ունեցող եմ եւ ասեցին գյուղում նվագողներ, երգողներ են եկել, գնանք համեր գա լինելու։ Մասիս եղբայր, ես ինձ հասցեն տալիս են, ես գնում եմ այդ տեղը, ավետարանական եկեղեցի էր, մտա, ինչ նվագող, մարդ չկա բեմում, մի քանի տատիկներին, ես էլ ետևի Մասից մտել եմ, երգում են երգարաններով։ Հիմա ես նայում եմ, ջղայնանում եմ, ասում եմ, չի կրսես բան լինի, ինձ խաբեցին, այսօր են ինձ կանչել։ Բայց քանի այս տատիկների երգի ձայնը ես լսում եմ, այն ինչ որ ես վեր եմ ապրել մի մոտ ամիս առաջ, այդ ապրումները սկսեցին խառնվել ներքնաշխարհիս մեջ։ Ես ուշադիր լսեցի եւ այդ օրը վերադարձա տուն շատ մտորելով գյուղում էի արդեն։ Հունվարի 9-ին պաշտամունք էին կազմակերպել, ես ասեցի ես պիտի գնամ։ Այդ ժամանակ ինձ առաջի անգամ ինձ հրավիրեցին արդեն հավատացյալների եկեղեցի։ Ես հիշում եմ 9-ին մտել եմ եկեղեցի հունվարի, վերջում կանգնած աղոթքի ժամանակ ես չհասկացա իմ հետ ինչ տեղի ունեցավ։ Ես մենակ հիշում եմ, որ իմ թևերից բռնեցին, տարան առանձին մի սենյակ, ես 4 ժամ Մասիս եղբայր, աղոթքի եւ լացի այդ ապրումները ուղղակի անբացատրելի են։ Եվ ես հիշում եմ իմ վերստին ծնունդ եւ փոփոխությունը տալեցավ այդտեղ։ Ես էի ուզում ասեմ, ճիշտ այդ օրն է կատարվել ձեր վերստին ծնունդը, Սուրբ Հոգին այցելել է ձեզ։ Այո։ Քանի որ Սուրբ Հոգին երբ որ այցելում է, մարդու սիրտը հալվում է, չի կարող մնալ նույնը եւ Փառք Աստծուն, որ դեք միշտ ասում ենք, Աստծուն փառք, որ Հիսուս չի անցել ձեր կողքով եւ Աստծո մեծ ողորմությունն է
տեղի ունեցել, բայց քանի որ երիտասարդ եք եղել, ապաշխարությունից հետո բնականաբար պայքար եղած կլիներ, ինչպես է ստացվել ձեզ, քանի որ մեր հերոստատիտողներից երիտասարդներ էլ կլինեն վստահ, ինչպես է ձեր մոտ ստացվել աշխարհին եւ մեղքին ասել ոչ եւ Քրիստոսին ասել այո, որովհետեւ մենք ռեալիստ լինելով հասկանում ենք, որ դա հեշտ չի, դժվար է։ Ես հիմա պիտի անկեղծ մի բան ասեմ եւ իմ ասածը շատ կխնդրեմ մեր լսարանին մանավանդ եթե որևէ մի երիտասարդ կլսի, պիտի խոստովանեմ հովիվ մասիս, որ այդ ապրումներից հետո 94 թվականին այն ինչ որ տեղի ունեցավ ինձ հետ, հոգու լեցունություն, Աստծո հետ հանդիպումը 4 ժամ, ես լուրջ ապրումներ եմ ունեցել, լացի, ես այնպիսի սեր վերապրեցի այդ օրը եւ այնպիսի հզոր զգացողություններ բարձրացան իմ մեջ Աստվածային սիրո ներգործությունը։ Հիշում եմ, երբ որ գյուղից վերադարձա 10 օր մնացի գյուղ, դրանից հետո ընկերներս ինձ էին ման գալիս, որովհետեւ ես շատ վատ շրջապատի մեջ էի։ Երբ որ ես վերադարձա քաղաք, արդեն մեր տուն, պապիկիս տունն է գյուղում, իմ ընկերները հավաքվել էին մի 5-6 հոգով եւ եկան մեր տուն։ Հիմա ձեր կոնկրետ հարցին եմ փորձում պատասխանը։ Ես հիշում եմ, եկան այն ժամանակ, հիշում ենք, լույս չկար, նստած էինք այդ լամպայի շուրջ եւ երբ որ ընկերներս մտան ներս, շրջապատեցին, նստեցին, երևի մոտ 1-2 քար լռություն էր։ Իրանք տեսնում են, որ իմ հետ ինչ-որ բան է կատարվել, բայց չգիտեն ինչ է կատարվել։ Հասկանում են, որ արդեն նույն Հակոբը չի, բայց չեն հասկանում ինչ է տեղի ունեցել։ Ինչ է տեղի ունեցել։ Հենց հարցիդ պատասխանը սա էր։ Իրանք ինձ հարցրեցին. ինչ է կատարվել քեզ հետ։ Ես ասացի, ես հավատացյալ եմ դարձել։ Ես սկսել եմ հավատալ Հիսուսին, ինքը իմ Աստվածն է։ Իմ ընկերները նայեցին, ես գում եմ իրանց մեջ պայքարակնում, մի ընկեր ունեի, ասեց, ինչպես թե հիմա եթե մենք գնանք կռիվ անելու, ուրեմն դու մեր հետ կռիվ չես անելու, ոնց դու մեզ սովորեցրել ես, ես շատ վատ եմ զգում այս բան ասելուց, բայց այնուամենայնիվ իրականությունն է, դու մեզ հայհոյանքներ ես սովորեցրել, շատ բան քեզանից սովորել ենք, հիմա դու ասում ես, որ ես հավատացյալ եմ դարձել, ես չկարողացա պատասխանել, որ կռիվ լինի իրանց հետ ինչ կանեմ, բայց ես ասեցի, ես հիշում եմ այդ պահը, ասեցի, ես կաղոթեմ ձեզ համար։ Այսպեսի պատասխան էր շատ ցնցող էր։ Ես հիշում եմ, երբ որ ինձ այդ հարցը տվեցին ժամանակին, ես էլ 16 տարեկանում եմ ապաշխարել, ասի ես վստահ եմ, որ Տեր Հիսուս այնպիսի պաշտպանություն կդնի իմ 4 կողմում, որ չի լինի այդպիսի բան։ Եվ իրապես վկայում եմ 30 տարվա ընթացքում, որ հավատքի մեջ եմ, չի եղել մեկ անգամ, որ այդպիսի իրավիճակների մեջ հայտնվեմ եւ դա միայն Աստծո պաշտպանությունն ու շնորհքն է։ Եվ ես իրենց ասեցի, եթե ես այսպես ձեզ կմնամ ընկեր, դուք ինձ կընդունեք, ես կշարունակեմ ձեզ ընկերություն անել։ Ասացիս իմաստը ինչն է, ես չեմ դատապարտում որևէ մեկին, ես գիտեմ, որ պայքարներ կա, դուք մի հատ լավ բառ օգտագործեցիք ասելով կա իրականություն, պետք է ասեմ, որ կա եւս մեկ այլ իրականություն, երբ որ դու ներծծված ես Աստվածային սիրով եւ հանդիպել ես, ճիշտ է, հեշտ չի միանգամից չէ ասել այդ շրջապատին, մեղքին, բայց այդ սերը քեզ ստիպում է, որ ասես ոչ։ Այդ սերն է քեզ ստիպում, պայքար կա ներսումդ, բայց այդ սերը քեզ հաղթանակ է տալիս։ Ինչ շատ հետաքրքիր է հետեւյալ հարցը, քանի որ ընտանիքը շատ հերոյ է եղել հավատքից, Աստծուց, եկեղեցուց, յուրաքանչյուր տեսակի եկեղեցուց, ինչպես արձագանքեց ընտանիքը ձեր հավատքի քայլին, հայրիկը, մայրիկը, ընտանիքի մնացած անդամները։ Ինչ եմ այսպես ժպիտով լսում ձեր տված հարցը, Մասիս եղբայր, հիշում եմ, երբ որ այդ իմ հանդիպումը եղել էր արդեն, ես վերադարձա երեկոյան տուն գյուղ, այն ժամանակ իմ մամայիս կողմի ծնողները շատ sense բարեկամներով շատ շփվող են։ Երեկոյան հավաքվում են բավականին մոտ 20 հոգի միշտ, ես հիշում եմ փոքր ժամանակ իմ հիշողության մեջ մնացել այդ իրենց հյուրասիրությունը, բարեկամների հետ նստել, խոսելը, եւ իրենք իմացել են, որ ես արդեն գնացել եմ եկեղեցի, հավատացյալների շփում ունեմ։ Ես եկա տուն եւ ես երևի թե հիմա տենչան է, ես ասեցի, ես հավատացյալ եմ դարձել։
Եվ երեկոյան նստած հավաքված էին, քննարկում էին իմ հարցը, ես հիշում եմ պապիս խոսքերը, ասեց. «Ժողովուրդ, մենք չենք հասկանում իր այդ ինչա կատարվել, բայց թող ինքը սենց մնա, ավելի լավ է սենց լինի, քան նախքին Հակոբը լինի»։ Փառքաստություն, ինչ հետաքրքիր է, որովհետև հայրիկը եւ մնացած հարազատները, բարեկամները կոնտրաստը տեսան, այսինքն գիտեին մինչև եւ գիտեին հետո։ Եվ կարծում եմ, որ սա էլ փառք է բերում Աստծուն, այսինքն մարդիկ չիմանալով Աստծուն, փառք են տվել Աստծուն, որովհետև այն փոփոխությունը, որ ձեր մեջ տեսել են, վստահ միայն Աստված էր կարող դա անել։ Հովը մասից հիշում եք, երբ որ ասեցի ես մինչև քաղաք գնալը 10 օր մոտ մնացի, հետո նոր գնացի քաղաք, արդեն մեր տուն, այդ 10 օրվա ընթացքում մայրս, քեռուս կինը, իմ մորքուրը, քեռուս երեխաները, իմ եղբայրը, կողքի բարեկամները 10 օրվա ընթացքում բոլորը ընդունեցին Տեր Հիսուս Քրիստոսին։ 10 օրվա ընթացքում։ Այսինքն տեսնելով ձեր կյանքի փոփոխությունը միանշանակ ես զարմանում եմ, ես իհարկե հասկանում եմ, որ դա Աստծո գործն է, որևէ գիտություն չեմ ունեցել, Աստվածաշունչը այն ժամանակ Աստվածաշունչ ունենալ այդքան էլ հեշտ չէր, ինձ նոր մի քանի ժամանակ հետո ինձ տվեցին կտակարան, հիշում եմ սկզբից փոքր կտակարան էր, հետո կարմիր գույնի այդ աբլոշկաներով կտակարաններ էին, եւ հետաքրքիր է, երբ որ այդ 10 օրվա ընթացքում այդ փոփոխությունը տեղի ունեցավ, ես երբեք չեմ մոռանա, մի օր ծնկի եկած աղոթք ենք անում, երեկոյան ժամ է դրե, ասում եմ, մենք պիտի գնանք աղոթելու, ծնկի եկած աղոթք ենք անում, ես մի պահ աղոթքից հետո աչքերս բացեցի, տեսա քեռիս այդ ձայնից իրանք երկրորդ տունն էլ ունեին, հենց այդ հողատարածքում, մտել աներ, դուռը բացել եւ նայում է իրա կինը, երեխաները, մայրս, իրա քույրը, մորքուրս, այսինքն ծնկի եկած աղոթք են անում միասին։ Ես հիշում եմ ինքը նայեց, շատ խիստ մարդ էր։ Ես ասի, սա հիմա անպայման կռիվա լինելու։ Թողեց անձայն ու գնաց։ Հիմա այդ քեռիս աղոթք անում։ Փառքաստություն, փառքաստություն։ Հրաշալի է լսել այս բոլոր պատմությունները, այս վկայությունը ձեր կյանքի, որովհետև ամեն մի վարքյանի մեջ ձեր վկայության ես կտեսնեմ փառք առ Աստված, որովհետև Աստծո ձեռագիրն է սա, անկարելին կարելի անել է։ Ես վստահ եմ, որ եւ մայրիկը եւ հայրիկը եւ բոլոր հարազատները ասում են սրան ոչ մի բան չի փոխի, այդպիսի արտահայտություններ ունեն մեր մեծերը, բայց Հիսուս եկավ եւ ասեց ոչ։ Ես այստեղ եմ, որպեսզի անկարելին կարելի անեմ եւ փառք իրան դրա համար։ Այո։ Ես ունեմ խորին համոզմունք Հոյո Հակոբ, որ Աստված հենց այնպես չի փրկում որևէ մեկին, այլ ծրագիր ունի նրա կյանքի մեջ եւ վստահ Աստված ձեզ կոչ է արել, ինչպես ես սիրում եմ ասել, ամենակարևոր ծառայությանը աշխարհում, ամենակարևոր գործին, եթե կարելի է այսպես ասել, հովական ծառայությանը։ Երբ եւ ինչպես դուք հասկացաք, որ Աստված ձեզ կոչ է անում հովական ծառայության։ Հովի մասից 94 թվականին իմ հետ կատարված այդ դեպքերից հետո որոշվեց, որ ես պետք է տեղափոխվեմ Ռուսաստան։ Իմ հորեղբայրը եկավ Ռուսաստանից եւ ասեց, ես ուզում եմ քեզ տանել, որպեսզի դու ընդունվես ինստիտուտ այնտեղ եւ շարունակես քո կյանքը։ Ծնողներս երկար մտածեցին, որովհետեւ պետք է բաժանվեի իրենցից, արդեն շուտով պետք է լինեի 18 տարեկան, այնտեղ բանակի հետ կապված հարց կար։ Եվ զարմանալի ձևով տեղափոխվեցինք մենք Ռուսաստան, ես մնացի առանց ծնողների, ծնողներս Հայաստանում, ես տեղափոխվեցի Ռուսաստան, Բաշկիրիա։ Հիշում եմ, պետք է ասեմ, որ հորեղբայրը շատ այսպես վատատեսությամբ էր նայում իմ հավատքի հետ կապված հարցը եւ ինքը միաժամանակ պլան ուներ, ծրագիր ուներ, որ երբ որ ես գամ Ռուսաստան, հրաժարվեմ հավատքից եւ մտնեմ ժամանակակից աշխարհի կյանքի մեջ։ Հիշում եմ, երբ որ մենք տեղափոխվեցինք, շատ կարճ պիտի ասեմ, ես էլի նորից պիտի որոշ գերբնական բաների վրա շեշտ դնեմ, ես հասկանում եմ միշտ չէ որ տենց լինում է մարդու հետ, բայց դուք հարց տվեցիք, որ պատահական չեն լինում տենց բաները եւ որտեղից սկսվեց իմ հովվական կանչը։ Ես Բաշկիրիայում աղոթք անելուց ես հստակ մի բան լսեցի իմ ներսում, դու պիտի գնաս Մոսկվա։ Այդ ժամանակ Մոսկվա հասկացողությունը ընդհանրապես մեր ծրագրերի մեջ չի եղել։ Ես հիշում եմ
իմ հորեղբայրը այդ աղոթքից հետո այդ ապրումները, որտեվ ես նոր եի ապաշխարել, այդպիսի ապրումներ ինձ համար շատ տարօրինակ են։ Ես իմ հետ տենց բան չի եղել երբևիցե։ Ես հիշում եմ այդ աղոթքից հետո երեկոյան հորեղբայրս գալիս ասում է, գիտես Հակոբ, դու չես կարող այս տարի ընդունվել, որովհետև քո բանակ գնալու զինակոչվելու ժամանակահատվածն է, դու պիտի բանակ գնաս նոր գաս սովորես։ Ես խորը ապրում ցենց տագնապներ ա, ոնց, ինչպես ես եկել եմ այստեղ ծնողներից կտրվել, ոնց ես պետքա բանակ գնամ, այնը Ռուսաստան, ես ոչ մեկին չեմ ճանաչում։ Ասեց լավ կլինի ամեն ինչ։ Ես արդեն տարբերակ չունեի ետ վերադառնալու, ես հիշում եմ արդեն 18-ս լրացավ, ինձ տարան վայնկոմատ, ես հիշում եմ այդ վայնկոմը ինձ հարցրեց, ասեց ուր կուզենաս գնաս, որտեղ Ռուսաստանում, կուզես Բաշկիրամոտիկ ձեր բարեկամներին, որտեղ ապրում եք, տեղ ասա, ես այդ գցեմ, ուղարկեմ քեզ այդ չաստը, գնաս ծառայելու։ Ես չհասկացայի մեծ ինչ եղավ, ասեցի, դե գնալն է գնալը, գոնե գնամ Մոսկվան տեսնեմ։ Մինչ այդ դուք Մոսկվայում չեք եղել։ Երբևիցե։ Եվ ունեցել եք բնականաբար ցանկություն լինելու։ Ես այդ օրը շատ ինքնաբերաբար ես հետո եմ դուրս եկել, որովհետև այդ իմ աղոթքից մինչև 18 տարեկանս լրանալը ես տեղափոխվել եմ Բաշկիրիա Գառնանը, աշնանը նորից բանակ են տարել։ Այդ ապրումներից հետո բավականին ժամանակ էր անցել եւ մոռացել էի այդքան ես դրա վրա այդքան շատ ուշադրություն է։ Եվ ինձ բերեցին Մոսկվա ծառայության։ Եվ այստեղ էր, որ իմ հետ Աստված սկսեց խոսել, որ ես քեզ բերել եմ, դու իմ ժողովրդին պիտի ծառայես հենց այս քաղաքից։ Այսինքն Աստված ձեզ ցույց տվեց այն դաշտը, իսկ դաշտը շատ մեծ է, շատ լայն է, եւ Փառք Աստծուն, ես շնորհակալ եմ Աստծուց, որ մեր ավետարանական եկեղեցիների ակտիվ հովիվներից մեկն եք դուք եւ իրապես հավատարմորեն ծառայում եք Տիրոջը։ Եվ վստահ մեր հայրենակիցներին ձեր սրտի վրա ուղերձ ունեք, խոսք ունեք, կխնդրեի ձեր սրտի խոսքը ուղղեիք մեր հայրենակիցներին։ Իմ շատ սիրելի հայրենակիցներ, պետք է ասեմ, որ նայելով մեր այս պատմական ժամանակահատվածը, որով մենք անցնում ենք, մենք ունենք երկու տեսակի մարդիկ, որոնց կուզենամ անդրադարձ կատարեմ։ Առաջի տեսակը նրանք են, ովքեր արդեն վերստին ծնունդ են ապրել, հանդիպել են Տիրոջը։ Իմ շատ սիրելի քույրեր, եղբայրներ, քանի որ մենք ունենք շատ յուրովի պատմական ժամանակահատված, իմ խնդրանքն է ձեզ հավատարիմ մնալ Քրիստոսին, բարեխոսել մեր ազգի համար, բարեխոսել մեր ժողովրդի համար։ Իսկ երկրորդ մասը, որոնք դեռ չեն ճանաչում Քրիստոսին, կոչ կանեմ, դարձեք Տեր Հիսուս Քրիստոսին, որովհետև նա է կյանք տվողը, նա է ուժ տվողը, նա է հաղթանակ տվողը եւ նա է հավիտենականություն շնորհող Աստվածը։ Օյ Հակոբ, շնորհակալություն ձեր հրաշալի վկայության համար, շնորհակալություն մեր ծրագրին մասնակցելու համար, Աստված թող օրհնի ձեզ եւ ձեր ծառայությունը։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրելի հայրենակիցներ, ահա մենք լսեցինք մի հոգու վկայություն, որը մեզի պատմեց այն մասին, թե ինչպես է սկսվել եւ ինչպես է շարունակվում իր հավատքի ճանապարհը։ Փառք Աստծուն այս հրաշալի վկայության համար, որը իրապես փառք է բերում Աստծուն։ Ինչպիսին է քո հավատքի կյանքը, սիրելի հայրենակից, սիրելի անմահ հոգի։ Այսօր Աստված քեզ է կոչ անում, որպեսզի կանգ առնես եւ մտածես, թե ուր է գնում քո հոգին։ Եթե կհիշեք, մեր հյուրը իր վկայության սկզբին պատմեց այն մասին, թե ինչպես է իր հոգին դուրս գալիս իր մարմնից եւ բարձրանում դեպի Աստված, որպեսզի կանգնի Աստծո գահի առաջ։ Սուրբ Գիրքը մեզ տեղեկացնում է, որ ամեն մեկիս հոգին կանգնելու է Աստծո առաջ։ Ուր է գնալու քո հոգին, դրախտ թե դժոխք։ Այս հարցի պատասխանը գրված է ավետարանի մեջ։ Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի քո հոգին դրախտ գնա, որպեսզի դու փրկվես, մեղքերի թողություն ստանաս եւ ունենաս հնարավորություն ջերմակ հագուստներ հագնել եւ միանալ երկնային սուրբերին։ Սիրելիներ, մենք շնորհակալ ենք, որ
մինչև այս վարքյանը դուք մեզ հետ էիք, ձեր ուշադրության համար շնորհակալություն ենք հայտնում եւ հրավիրում ենք ձեզ դիտել մեր հաղորդումները սոցիալական ցանցերում եւ մեր եկեղեցու կայքի վրա եկեղեցի.ru Աստված օրհնի ձեզ, մինչ նոր հանդիպում։